Մեր հոգևորականները քաղաքական կուսակցություն են, քաղաքականն են լրիվ, մտել են քաղաքականություն, Աստծուն մոռացել են, որ իրենք պետք է աղոթեն, միջնորդեն, որ մեր մեղքերը հաշվի առնեն, մեղմացնեն, վաղ միսօր գնալու ենք ոմանք։ Պարոն Աշակյան, քանի որ խոսեցիք նաև հոգևորականներից, տեսեք, վերջին շրջանում օրակարգը գիտեք, այն է, որ բարենորոգման օրակարգ կա, պահանջ կա, անգամ 10 եպիսկոպոսները այդ պահանջով հանդես եկան, բայց կարծես թե այդ օրակարգը, թե պահանջը, թե վերջերս հարուցված վարույթը չի կաշկանդում Գարեգին Բ-ին, վերջինս պարբերաբար հանդիպումներ է ունենում։ Սամվել Կարապետյանի փաստաբանի հետ միջազգային օրերս ընդունել էր ՀՅԴ անդամներին, այսինքն չեմ կարծում նրանց հետ ինչ-որ հոգևոր հարցեր է քննարկում։ Պարզ է, որ քաղաքական պրոցեսներում ներգրավվածություն ունենալու է նաև կաթողիկոսը եւ ոչ միայն նա։ Ճիշտ եմ հասկանում, պարոն Աշակյան։ Շատ ճիշտ եք հասկացել, որին ես շատ դեմ եմ։ Ուրեմն մենք ունենք արդարադատության նախարարություն։ Արդարադատության նախարարությունում գրանցված կրոնական կազմակերպություն կա։ Մենք դա այդ կրոնական կազմակերպությունը ասում ենք Հայաստանի այց առաքելական Սուրբ եկեղեցի։ Իրանք իրենց ուղղափառել են ասում։ Մենք էլ ենք ասում։ Եթե ձեզ դա է հարմար, ասենք։ Ուզում եք կաթոլիկ էլ ասենք, դա էլ է ուղղափառնիշ, օրթոդոքս։ Այդ կրոնական կազմակերպությունը ունի կանոնադրություն։ Այդ կանոնադրությունը նրանց արգելում է քաղաքականությունով զբաղվել, որպես կրոնական կազմակերպություն, անհատապես ինչ ուզում են անեն։ Նույնիսկ կարող են կուսակրոն լինել կամ ընդհակառակը, կամ ինչ որ ուզում են։ Դա իրենց խնդիրն է։ Բայց իրենց կանոնադրությունը իրենց արգելում է քաղաքականությունով զբաղվել,